Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտում արտադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու AFL Summer Cup-ի 3-րդ տուրից հետաձգված Վերդե Ռեալ Բետիս հանդիպման ընթացքին ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս եկան խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, քիչ անց վայրկյաններ անց կլսվի մրցավար Ռաֆայել Ղազարյանի մեկնարկային սուլիչը։ Խաղին մոտեցել են թիմերը մարտական կազմերով, միայն ու միայն հաղթելու պատրաստականությամբ։ Ֆուտբոլիստները անհամբերությամբ սպասում են մրցավարի մեկնարկային սուլիչին։ Հանդիպումը մեկնարկում է գնդակով Բետիսի ֆուտբոլիստներն են։ Այս պայն եկեք ծանոթանանք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք արդեն խաղի ընթացքին։ Սկսենք Վերդերից, համար 1 Էդվարդ Հարությունյան, համար 5 Վալոդյա Մարգարյան, համար 7 Էրիկ Էլոյան, համար 8 Արթուր Սարգսյան, համար 10 Հայկ Մուրադյան, համար 11 Մայիս Մելքոնյան, համար 14 Սարգիս Մարտիրոսյան, համար 17 Հակոբ Ամիրյան, համար 18 Սուլեյման, համար 22 Նարեկ Մկրտչյան, համար 23 Զոհրամ Ադարյան և համար 26 Խաչատուր Էրզրումյան։ Անցնենք Բետիսին, համար 1 Արմեն Մարգարյան, համար 5 Սուրեն Հայրապետյան, համար 7 Դավիթ Մուսախանյան, համար 8 Ալիկ Բաղդասարյան, համար 9 Գոր Գևորգյան, համար 11 Վարդան Պետրոսյան, համար 13 Հայկ Դիլանյան, համար 17 Վանիկ Պետրոսյան և համար 77 Արթուր Գևորգյան։ Երկար փոխանցում առաջ հեռացնում են գնդակը Բետիսի ֆուտբոլիստները։ Այս թիմերը ընդգրկված են AFL-ի Summer Cup-ի B խմբում, որտեղ բացի Բետիսից և Վերդերից ընդգրկված է նաև Թեղենիսը, Ինտերը, Մոնցան, Պալերմոն, Ռեալը և Արարատը։ Իդեպ այս խաղին զուգահեռ ընթանում է նաև Մոնցա Ինտեր հանդիպումը։ B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թեղենիսը վաստակած 13 միավորով։ Վերդերը և Ինտեր ունեն 12-ական միավոր, սակայն Վերդերն անցկացրել է 5 հանդիպում, սա Վերդերի 6-րդ հանդիպումն է, իսկ Ինտերը անցկացրել է 6 հանդիպում, այսօր անցկացնում է խմբային փուլի վերջին հանդիպումը և այս տուրից հետո իհարկե շատ բան կփոխվի B խմբի մրցաշարային աղյուսակում։ Բետիսը 6-րդ տեղում է վաստակած 9 միավորով։ Եզրային նետում կրկին եզրից Բետիսի ֆուտբոլիստները գնդակը կմսնեն խաղի մեջ։ Այո, Վերդերը անցկացրել է 5 հանդիպում, սա Վերդերի 6-րդ հանդիպումն է։ Հաղթելու դեպքում կշրջանցի Թեղենիսին։
Եվ միազնյակ գլխավորի B խմբի մրցաշարային աղյուսակը չնայած, որ այս խաղից հետո ևս մեկ հանդիպում ունի անցկացնելու Վերդերը։ Իսկ Բետիսը այսօր անցկացնում է խմբային փուլի վերջին հանդիպումը։ Անկյունային հարված կիրացնեն Բետիսի խաղացողները։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, դարպասապահ հեռացնում է և քիչ էր մնում գնդակը հայտնվել Վերդերի դարպասում։ Հարված փակում են գնդակի ճանապարհը։ Եվ կրկին անկյունային հարված։ Փոխանցում։ Չեզոքացնում են սպառնալիքը Վերդերի ֆուտբոլիստները, բայց մնում է գնդակը Բետիսի մոտ։ Հարված։ Հերթական անկյունայինը գնդակը չի հեռանում Վերդերի Տուգանային հրապարակից։ Խուճապ է Վերդերի մոտ։ Վերդերի Տուգանային հրապարակում անկյունայինը իրացված է։ Հեռացնել է պետ Տուգանային հրապարակից և անհաջող փոխանցում։ Դեռևս խաղի մեջ չենք տեսել Վերդերի առաջատարին Մայիս Մելքոնյանին, ով շատ անգամներ է փրկել Վերդերին կարևոր խաղերում։ Չնայած կարծում եմ այսօր Մելքոնյանը դեռ իր խոսքը կասի։ Ընդամենը մեկ պահ աչքաթող անեն Մայիս Մելքոնյանին, վտանգավոր դրություն է։ Եվ քիչ էր մնում գնդակը հայտնվեր Վերդերի դարպասում։ Ընդամենը մի պահ աչքաթող անեն Մայիս Մելքոնյանին և Մելքոնյանը անմիջապես պատժի մրցակցին։ Մուսախանյան գեղեցիկ փոխանցում էր։ Դուրս է եկել գնդակը, կարծես թե դուրս է եկել դաշտի սահմաններից։ Պասիվ են մեկնարկային րոպեներից Վերդերի ֆուտբոլիստները, ինչը չի ասի իհարկե Բետիսի մասին, Բետիսը բավականին ակտիվորեն գրոհում է խաղի հենց մեկնարկային րոպեներից, ինչպես նաև շատ դրվագներում նաև այսպիսի դրվագներում խլում է գնդակը և կազմակերպում արագ հակագրոհ։ Փոխանցում։ Փոխանցմանը ոչ ոք չէր սպասում այնտեղ և հարված Վերդերի դարպասից։ Եզրային նետման իրավունք են վաստակում Վերդերի խաղացողները։ Հայկ Մուրադյան։ Մելքոնյան։ Իդեպ Մայիս Մելքոնյան, Խաչատուր Էրզրումյան այս զույգը շատ անգամներ է Վերդերին գոլեր պարգևել, շատ ժամանակ առավել շատ Էրզրումյանն է գրավում Մելքոնյանի փոխանցումից և հրաշալի կերպով այս երկու ֆուտբոլիստները կարողանում են համագործակցել խաղադաշտում։ Տեսնենք ինչպես իրենց կդրսևորեն այսօրվա խաղում, փոխանցում հարված։ Փոխանցում, անկյունային։ Հայկ Մուրադյան, հարված, հրացված է գնդակը։ Եվ եզրից Մուրադյանը գնդակը կնետի խաղի մեջ։
Այդ Մուրադյան փոխանցում առաջ, վտանգավոր դրություններ քիչ էր մնում։ Ինքնագոլի հեղինակ դառնար Բետիսի ֆուտբոլիստը անկյունային հարված խաղարկում են անկյունայինը Վերդերի խաղացողները Մելքոնյան փոխանցում գցեցին գրոհի տեմպը Վերդերի ֆուտբոլիստները Բետիսի խաղացող խլում է գնդակը և վարկյաններ անց գնդակի կորուստ հիմա Մելքոնյանն է գնդակով Եվ ինչ են անում Բետիսի ֆուտբոլիստները հրաշալի է խաղում այսօր պարզապես Մուսախանյանը սլանում է առաջ, բայց վաստակում եզրային նետման իրավունք Բավականին լավ տպավորություն է թողնում այսօր Բետիսի ֆուտբոլիստները Ինչ-որ բան այն չէ Վերդերի մոտ, չի ստացվում դեռևս խաղը Վերդերի խաղացողների մոտ Անկյունային հարված Եթե նույնիսկ Վերդերը այսօր խաղն ավարտի ոչ ոքի կհավասարվի Թեղենիսին և մի խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը կորոշվի վերջին տուրում Վերդերը կանցկացնի 7-րդ հանդիպումը խմբային փուլի և նույնիսկ այդ հանդիպումն էլ ոչ ոքի ավարտելու դեպքում միանձնյակը գլխավորի մի խմբի մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո Պարզապես պետք է այնպես անեն այսօր Վերդերի ֆուտբոլիստները, որպեսզի չպարտվեն գոնե Բետիսն է գնդակով խլում են գնդակը և ձեռնարկում իրենց հերթական հակագրոհը կենտրոնով արդեն փոխանցում Աչեզը Արկասապաշ շատ հանգիստ վերցնում է գնդակը և այն անմիջապես ուղարկում առաջ, սակայն խաղընկերը չի հասնում փոխանցմանը Մելքոնյան Շատ են կորցնում այսօր Վերդերի ֆուտբոլիստները պարզ իրավիճակներում Շատ են սխալվում և Բետիսն էլ իհարկե օգտվում է և զարգացնում արագ հակագրոհ, սակայն դեռևս հաշիվը բացված չէ 0-0 Մելքոնյանը ստանում է գնդակը խաղադաշտի կենտրոնում, սլանում է առաջ, փոխանցում դեպի Էրզրումյանը Խաղի կանոնների խախտում Մայիս Մելքոնյանի հետ պայքարում Եվ Վերդերը վտանգավոր դիրքում ստանում է տուգանային հարվածի իրավունք Գնդակի մոտ Մայիս Մելքոնյանն է և կարծես Խաչատուր Էրզրումյանն է մյուս ֆուտբոլիստը Այո, Մելքոնյանն է հարվածելու դարպասին, տեսնենք, Մելքոնյան հարված Ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում Մայիս Մելքոնյանը, բրավո Մելքոնյան Թնդանոթային հարվածով Մայիս Մելքոնյանը գրավում է Բետիսի դարպասը բացելով խաղի հաշիվը Այո, ինչպես խաղի սկզբում ասեցի, Մայիս Մելքոնյանը շատ անգամներ է փրկել Վերդերին կարևոր խաղերում Այսօր էլ այդքան էլ ակտիվ չսկսեց Մելքոնյանը մեկնարկային րոպեներից Եվ ընդամենը մեկ դրվագ Մայիս Մելքոնյանը ապացուցում է, որ
Առաջատար է, ապացուցում է, որ գոլահար է և դերևս մեկ գնդակ Մայիս Մելքոնյանի հաշվին։ Տեսնենք ինչպես կընթանա հանդիպման մյուս րոպեները։ Վերդերն է գնդակով բարեկամներ Ձախեզրով շարժում է առաջ Վերդերի ֆուտբոլիստը։ Ետ փոխանցում։ Այստեղ իհարկե գործեց ֆուտբոլում չգրված կանոնը։ Չես խփում, դու խփում են քեզ։ Բետիսը անդադար գրոհեց, ստեղծեց բավականին վտանգավոր գրոհներ։ Չկարողացան բացել հաշիվը Բետիսի ֆուտբոլիստները և ընդամենը մեկ դրվագ Վերդերը կարողացավ բացել հաշիվը։ Մելքոնյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հեռացնում են գնդակը Բետիսի խաղացողները։ Մելքոնյան, հարված, գոլ! 2-0 Մայիս Մելքոնյանը դառնում է արդեն գոլային փոխանցման հեղինակ։ Եվ չեմ նշում հետո հետ գտանք։ Վերդերը կրկնապատկում է հաշիվը։ Եվ Բետիսը հայտնում է բավականին ծանր իրավիճակում։ Փոխանցում է պետք կատարել։ Խախտում, խաղի կանոնների խախտում։ Մելքոնյան, հարված, թույլ էր, բայց վտանգավոր։ Անկյունային հարվածի իրավունք են վաստակում Վերդերի ֆուտբոլիստները։ Հեռացված է գնդակը։ Խլում են Բետիսի խաղացողները և խաղի կանոնների խախտում։ Մուրադյանը հասնում է գնդակին և փոխանցում կատարում Ձախեզր։ Այո, մեկնարկային րոպեներից այդքան էլ ակտիվ չէին Վերդերի ֆուտբոլիստները, սակայն կարողացան իրենց մեջ ուժ գտնել և բեկում մստել խաղի մեջ։ Մուսախանյանը կորցնում է գնդակը և փոխանցում դեպի դարպասապահին։ Մելքոնյանը չի կարողանում խլել գնդակը։ Վերդերի երթական գրոհը փոխանցում Աչեզր, Մելքոնյան։ Հրաշալի տեխնիկայի է տիրապետում Մայիս Մելքոնյանը։ Մուսախանյանը ստանում է գնդակը, բայց չի կարողանում պահել գնդակն իր մոտ և անհաջող էր Մելքոնյանի փոխանցումը։ Հարված Բետիսի դարպասից։
Ձախեզրով Բետիսը ձեռնարկում է հաջորդ գրոհը։ Մուրադյան խլում է գնդակ Հայկ Մուրադյանը։ Հարված։ Հակում են գնդակի ճանապարհը Վերդերի խաղացողները։ Եվ գնդակը հեռացված է Տուգանային հրապարակից։ Հանդիպան 20-րդ րոպեն է բարեկամներ Վերդեր Բետիս։ 2-0 հաշվով Վերդերը հաղթում է Բետիսին։ Բետիսն է գնդակով։ Հարվածում է դարպասին և դարպասապահ հրաշալի է խաղում և գնդակը դուրս է բերում անկյունային։ Փոխանցում, բայց փոխանցման այնտեղ ոչ ոք չէր սպասում, Մելքոնյանը ստանում է գնդակը և առանց շտապելու փոխանցում դեպի Խաչատուր Էրզրումյանը։ Մուրադյան։ Հարված, թույլ է, հարված։ Եզրային նետման իրավունք են վաստակում Վերդերի խաղացողները։ Եվ Բետիսի հերթական գրոհը կենտրոնով շարժում են առաջ Բետիսի ֆուտբոլիստները, փոխանցում Ձախեզը։ Անհաջող փոխանցում, բայց Մելքոնյանը ևս չկարողացավ պահել իր մոտ գնդակը։ Օգնել են ֆուտբոլիստները։ Խաղի կանոնների խախտում։ Չէ շտապում Վերդերի ֆուտբոլիստները։ Սարտական անհաջող փոխանցումը։ Մուրադյան։ Էրզրումյան, փոխանցում Աչեզեր։ Հարված, թույլ էր։ Թույլ էր հարվածը դարպասապահ շատ հանգիստ վերցրեց գնդակը։ Հարված Վերդերի դարպասից։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Վերդերը հաղթում է 2-0 հաշվով։ Գեղեցիկ է խաղում հիմա Վերդերի ֆուտբոլիստը։ Չհասկացան միմյանց խաղընկերները։ Բետիսը կփորձի ձեռնարկել հերթական գրոհը և փոխանցում։ Գրոհի ուղղությունը տեղափոխում են Աչեզեր, բայց փոխանցումն ուժեղ էր և խաղընկերը չհասավ գնդակին։ Վերդերն է գնդակով, չեն շտապում, Մուրադյան, գեղեցիկ փոխանցում էր, բայց
Խլում են գնդակը Բետիսի ֆուտբոլիստները և կրկին անհամաձայնեցված խաղ։ Ուրաջանը ստանում է գնդակը։ Հրաշալի փոխանցում դեպի Մայիս Մելքոնյանը։ Գեղեցիկ համագործակցություն աչեզրով Վերդերը սլանում է առաջ, փոխանցում արված և շեղեր արվածը, բայց պետք է փաստենք իհարկե հրաշալի գրոհ ստացվեց։ Արված Բետիսի դարպասից։ Խլում են գնդակը, Մելքոնյանը ստանում է, հարվածում է և գոլ։ Գոլ բարեկամներ 3-0 Մայիս Մելքոնյան դուբել։ Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Ապրիլի Summer Cup-ի երրորդ տուրից հետաձգված Վերդեր Բետիս հանդիպումը։ Սկսված է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Վերդերը հաղթում է 3-0 հաշվով։ Մայիս Մելքոնյանի դուբլին պատասխանում է Խաչատուր Էրզրումյանի խփած գնդակը 3-0։ Իդեպ նշեմ, որ Էրզրումյանի գոլի ժամանակ փոխանցման հեղինակ դարձավ նույն Մայիս Մելքոնյանը։ Բավականին հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք։ Հենց մեկնարկային րոպեներից առավել ակտիվ սկսեցին Բետիսի ֆուտբոլիստները։ Վերդերը դիմադրում էր, հրաշալի կերպով պաշտպանվեց, չթողեց, որպեսզի մրցակիցը գրավի դարպասը և անցավ գրողների, որի արդյունքում էլ կարողացավ 3 անգամ գրավել մրցակցի դարպասը և առաջին կեսից հետո ունենք 3-0 հաշիվը, հիմա տեսնենք ինչպիսի ընթացք ունենա երկրորդ խաղակեսը, բայց կրկին ինչպես առաջին խաղակեսում, այնպես էլ երկրորդում նույն սցենարն է, մեկնարկային րոպեներից ակտիվ են սկսում Բետիսի խաղացողները, Վերդերին մնում է իհարկե կարողանալ կազմաքանդել մրցակցի գրողները։ Մելքոնյանը ստանում է գնդակը և աչեսրով սլանում է առաջ, փոխանցում, չհասավ գնդակը խաղընկերոջը, եզրային նետում։ Կրկին անգամ Վերդերի մոտ է գնդակը, փոխանցում, հեռացված է գնդակը, Մելքոնյան, հարված շեղեր։ Բետիսն է գրոհում, Մուսախանյան հարված բարձր էր։ Խաղի կանոնների խախտում։ Երկար փոխանցում առաջ, Մելքոնյան, փոխանցում դեպի Մուրադյանը, բայց պատասխան փոխանցումը չհասավ հասցեատիրոջը։ Բետիսի գրոհը կենտրոնով, տեսնենք ինչ ընթացք ունենա։ Եվ գոլ! Գոլ բարեկամներ 3-1։ Բետիսին հաջողվում է գրավել Վերդերի դարպասը
Գոլի եղինակը 77 համարն է Բետիսի Արտուր Գևորգյան 3-1 Երկար փոխանցում առաջ Խառը իրավիճակ է Հեռացնել է պետք Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հևա, կպի Ետ փոխանցում Ապահովության համար իհարկե դարպասապար գնդակը դուրս բերեց եզրային գծից Հենապետյան հարված և բավականին շեղ ստացվեց հարվածը Ուժեղ փոխանցում առաջ Չեն շտապում Բետիսի ներողություն Վերդարի ֆուտբոլիստները Ինչպես ասում են ուժ են հավաքում, որպեսզի կարողանան համ դիմադրեն Բետիսի գրոհներին և երկրորդ էլ կարողանան շեշտը դնելով հակագրոհների վրա շարժվեն առաջ Անհաջող փոխանցում պարզ իրավիճակում սխալվում են Վերդերի խաղացողները, բայց վարկյաններ անց ստանում գնդակը, գոլից կորցնում Գոլ! Գոլ բարեկամներ 3-2 Դավիթ Ալիկ Բաղդասարյանը հաշիվը դարձնում է 3-2 Այո, Բետիսին հաջողվում է կրճատել հաշվի տարբերությունը 3-2 Ալիկ Բաղդասարյան Հիմա գրոհելու հերթը Վերդերինն է
Բետիսը գնդակով Հայրապետյան, խախում Զախեզը Կրկին Սուրեն Հայրապետյան Արժում է առաջ, փոխանցում է պետք կատարել, հարվածում է դարպասին, բայց Վերդերի պաշտպանը փակում է գնդակի ճանապարհը այստեղ վնասված կստացել Վերդերի ֆուտբոլիստը Ամեն ինչ կարգին է, կարող են շարունակել հանդիպումը Ով կսպասեր, առաջին խաղակեսում 3 գնդակ բաստողնելով Բետիսը երկրորդ կեսում կարողանում է երկու անգամ գրավել մրցակցի դարպասը և դեռ ժամանակ կա, կարող են նաև հավասարեցնել հաշիվը Մուսախանյան, խապս է տալիս Սուրեն Հայրապետյան, շարժում է առաջ, փոխանցում Խլում են գնդակը Վերդերի խաղացողները և փորձում ձեռնարկել Հակագրոհը խաղի կանոնների խախտում Դավիթ Մուսախանյանի կողմից Տեղին քարտ է ստանում Բետիսի 7 համարը Դավիթ Մուսախանյանը Վերդերի մոտ է գնդակը Փոխանցում, անհաջող էր Վերդերի դարպասապահը գնդակը ուղարկի առաջ Բետիսի դարպասապահ ներողություն Անցում տուգանային հրապարակ Հեռացնում են գնդակը, բայց մնում է այն Բետիսի մոտ տեսնենք Հրաշալի են խաղում Բետիսի ֆուտբոլիստերը Փոխանցում փոքր ընկավ գրոհի տեմպը, բայց շարունակում է Բետիսի գրոհը Թույլ էր հարվածը Շտապել է պետք 3-2 այն հաշիվը չէ, որով ապահովագրված չեն Վերդերի ֆուտբոլիստները Դեղին քարտ Բետիսի 5 համարին Սուրեն Հայրապետյանին Չհասկացան միմյանց հիմա Վերդերի ֆուտբոլիստները Շարունակ է միտքս 3-2-ը դեռ ապահովագրված չէ Ապահովագրված հաղթանակ չէ, պետք է ևս մեկ գնդակ Վերդերին, քանի որ ամեն րոպե կարող է Բետիսը հավասարեցնել հաշիվը Մուսախանյան հրաշալի է խաղում, բայց կորցնում գնդակը Հայրապետյան Լարված պայքար է խաղադաշտում բարեկամներ Էրզրումյան Էլքոնյան Հրաշալի փոխանցում էր, բայց հանկերը չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Եվ տեսնենք Բետիսի հակագրոհը ինչպիսի զարգացում կստանա Զախեզրով շարժում են առաջ Բետիսի խաղացողները Փոխանցում Իհարկե մրցավարը ներում է այս անգամ Դավիթ Մուսախանյանին
Քանի որ սա խախտում էր դեղին քարտ ակնհայտ, սակայն երկրորդ դեղին քարտը ցույց տալով Մուսախանյանը կհեռացվեր խաղադաշտից, այս անգամ բանավոր զգուշացում։ Կրկին Բետիսն է գնդակով։ Այդ Մուրադյան, Մելքոնյան, Հաչատուր Էրզրումյան, հարված և ինչպիսի դիրքից է վրիպում Վերդերի ֆուտբոլիստը, հրաշալի հնարավորություն էր դարպասը գրավելու և հարված Բետիսի դարպասից հրաշալի տպավորություն են ցույց տալիս թողնում այսօր Բետիսի ֆուտբոլիստները հաղթելու մեծ ցանկություն Մուսախանյան խապս է տալիս, հարված բարձր է ընթանում հարվածը Վերդերն է գնդակով Բետիսի ֆուտբոլիստները Մուսախանյան սլանում է առաջ փոխանցում չստացվեց Մելքոնյանն, անջել է Մայիս Մելքոնյանը փորձում է երկու ֆուտբոլիստների մեջտեղով անցնել Մելքոնյանը, բայց խախտում է կանոնները Տուկանային հարված Փոխանցում հեռացնում է դարպասապա հարված ևս մեկ հարված Գոլ Գոլ բարեկամներ Սուրեն Հայրապետյան 3-3 Ինչպիսի շրջադարձ բարեկամներ Երեք Բետիսին հաջողվում է Վերջապես հաջողվում է հավասարեցնել հաշիվը Երեք գնդակ տեսանք առաջին խաղակեսում և ևս երեկը արդեն երկրորդ կեսում, սակայն դեռ 6-7 րոպե ժամանակ ունեն ֆուտբոլիստները կարող են հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։ Հաչատուր Էրզրումյան, Մայիս Մելքոնյան, կրկին Էրզրումյան, փոխանցում անկյունային։ Փոփոխություն Վերդերի կազմում Մելքոնյանն է իրացնում անկյունային հարվածը, փոխանցում Մուրադյան
Եվ եզրային նետում Ուրաջանն է գնդակը եզրում եզրից նետում խաղի մեջ, Մայիս Մելքոնյան Կոշտում է գնդակը Մելքոնյանը Շտապել է պետք, քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին 3-3 Վերդեր Բետիս Հիշեցնեմ, որ սա Summer Cup-ի 3-րդ տուրից հետաձգված հանդիպում է Եթե հանդիպումը այսպես էլ ավարտվի, ապա Վերդերը կվաստակի իր 13-րդ միավորը կհավասարվի առաջատար Թեղենիսին Իսկ Բետիսը կվաստակի իր 10-րդ միավորը Չնայած նրան, որ Վերդերը մեկ հանդիպում էլ ունի անցկացնելու Եվ դա էլ հաղթելու դեպքում կամ ոչ ոքի ավարտելու դեպքում միանձնյակը գլխավորի B խմբի մրցաշարային աղյուսակը Հերթական անկյունային արված կրկին գնդակի մոտ Մայիս Մելքոնյանն է Մելքոնյան փոխանցում հարված և դարպասատուղն է փրկում հարված գոլ Խաչատուր Էրզրումյան 4-3 Խաչատուր Էրզրումյանը առաջ է մղում Վերդերին Ինչպիսի դրամատիկ հանդիպում է բարեկամներ Եվ քիչ էր մնում Մելքոնյանը գրավեր դարպասը Բետիսն է գնդակով Դավիթ Մուսախանյան Հնում է գնդակը Մուսախանյանի մոտ Փոխանցում է պետք կատարել այդպես էլ անում է բայց անհաջող Փոխանցում հիմա Վերդերի արագ հակագրոհը տեսնենք Մելքոնյան Փոխանցում բայց գնդակը չհասավ հասցեատիրոջը Մուսախանյանը կենտրոնով շարժում է հարված հրաշալի հարված էր և Փայլուն է խաղում հիմա Վերդերի դարպասապահը անկյունային Թնդանոթային հարված էր պարզապես Կարծում եմ եթե գնդակը ընդհանար մի փոքր ավելի անկյուն դեպի Սարդոստայինը ապա Վերդերի դարպասապահը չէր կարողանա փրկել դրությունը և հերթական անկյունայինը Փոխանցում Մնում է գնդակը Բետիսի մոտ Հրապետյան Որ չկա անկյունային հարված Վերդերի դարպասից թե անկյունային հարված տեսնենք ինչ որոշում է կայացնում այո անկյունային Փոխանցում Կրկին հրաշալի է խաղում դարպասապահը ինչպիսի անհաջող փոխանցում է հետևում Վերդեր Բետիս 4-3 շտապել է պետք, ավարտվում է հանդիպումը, քիչ ժամանակ է մնում
Կհաջողվի արդյոք Բետիսին կրկին հավասարեցնել հաշիվը։ Մուսախանյան Համար պայքար գնդակի համար խախտում, խաղի կանոնների խախտում։ Մելքոնյան Չէ շտապում երկխանցում Խաղի կանոնների խախտում Մելքոնյանի հետ պայքարում Վտանգավոր դիրքում Վերդերը ստանում է տուգանային հարվածի իրավունք Հարված Անհաջող հարված էր Հարացված է գնդակը սեպական տուգանային հրապարակից Այրապետյան Կենտրոնով գրողում է Բետիսը Մուսախանյան Փոխանցում վտանգավոր դրություն է Խառը իրավիճակ էր և Անկյունային հարված Թե հարված դարպասից Ոչ հարված Վերդերի դարպասից Քիչ էր մնում իհարկե գնդակը հայտնվել Վերդերի դարպասում Հրաշալի է Մելքոնյան Չկարողացավ Մայիս Մելքոնյանը գրավել դարպասը Բետիսի հակագրոհը Կրկին Բետիսն է ստանում գնդակը Շտապել է պետք Քիչ է մնում հանդիպման ավարտին Փոխանցում Վտանգավոր դրություն է Եվ հանդիպումը ավարտված է Հանդիպումը ավարտվում է Վերդերը Բավականին դժվարին պայքարում կարողանում է հաղթել Բետիսին 4-3 հաշվով Վաստակում է իր 15-րդ միավորը միազնյա գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը Իհարկե պետք է արժանին մատուցենք նաև Բետիսին փայլուն հանդիպում անցկացրեցին Բետիսի ֆուտբոլիստները Եվ մեզ մնում է ավարտել այսօրվա ռեպորտաժը Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը մինչ նոր հանդիպում